Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր մենք աշխատելու ենք օրիգամի տեխնիկայով։ Ահա այսօրվա դասն է ճնճղուկները, մենք պետք է պատրաստենք ուրախ ճնճղուկներ։ Դասագրքում տրված է ճնճղուկների պատրաստման հաջորդականությունը համապատասխան գծապատկերով։ Դե ինչ, սկսենք աշխատել։ Մեզ անհրաժեշտ է քառակուսի գունավոր թղթեր և հարթիչ։ Ահա մենք ունենք և հարթիչ, և քառակուսի գունավոր թղթեր։ Սկսենք աշխատել։ Առանձնացնենք քառակուսի թղթերը։ Ահա պատկերված է ճնճղուկ պատրաստելու հաջորդականությունը։ Մենք ուշադիր հետևում ենք գծապատկերին։ Քառակուսի թուղթը ծալում ենք երկտակ։ Ծալենք։ Թուղթը թեքում ենք, ծալում, հավասարեցնում և հարթեցնում հարթիչով։ Մենք կարող ենք հարթեցնել հարթիչով կամ պաղպաղակի փայտիկով կամ կանոնով, ինչպես որ ցանկանում եք, այնպես էլ կարող եք աշխատել, ինչ միջոց ցանկանում եք, կարող եք օգտագործել։ Ստացանք եռանկյունի, քառակուսի թուղթը ծալեցինք, ստացանք եռանկյունի, կտրում ենք եռանկյունի, քառակուսի թղթից ստանում ենք երկու եռանկյունի, այսինքն մենք պատրաստելու ենք երկու ճնճղուկ մեկ քառակուսի թղթից։ Նախ մենք պետք է ծալենք եռանկյունը, գտնենք կենտրոնի գիծը, հետո ծալում ենք եռանկյունը, այսպես, աջ կողմի և ձախ կողմի սուր անկյունները թեքում ծալում ենք այնպես, որ վերևում ստանանք ուղեգիծ, հարթեցնում ենք, ուշադրություն, մեկ անգամ ևս կրկնում ենք, եռանկյուն, քառակուսի թղթից ստացանք երկու եռանկյուն, վերցնում ենք մեկ եռանկյունը, ուղիղ գծի, ներքևի հիմքի գծի վրա, աջ և ձախ անկյունները, սուր անկյունները բարձրացնում ենք դեպի վեր, ստանում ենք ուղիղ գիծ, թեքում ծալում, հարթեցնում ենք հարթիչով, ծալում ենք արդեն ստացած ծալագիծը, ահա, մենք ստացանք մոտավորապես մի հետաքրքիր պատկեր։ Մի քիչ վերևի սուր անկյունը թեքում ենք, որպեսզի սա երևա որպես ճնճղուկի գլխիկ, թեքելուց հետո մենք այն դեպի ներս ենք ծալում, բայց քանի որ մենք անցել ենք պայմանական նշանները, լավ գիտենք, որ ուրվագիծը ինչ է նշանակում, հետևաբար մենք ծալում ենք ըստ գծերի ուղղության։ Ահա ստացանք ճնճղուկի գլխամասը, թևիկները և պոչիկի մասը։ Հիմա այստեղ մենք արդեն ձեզ ցուցում չենք տալիս ինչ եք անելու, դուք պետք է ստեղծագործեք, սիրելի երեխաներ։ Այստեղ ես ունեմ, ուշադիր նայեք, ճնճղուկներ, որոնց թևիկները, ահա տեսեք, կտրատված է գծերով։ Դուք էլ կարող եք ճնճղուկների թևիկները կտրատել ըստ ուղիղ գծերի, գծանշեք և կտրատեք։ Իսկ հիմա մենք պետք է թևիկները մի փոքր թեքենք դեպի դուրս, կտրատված մասերը, մենք արդեն գիտենք զոլերը ինչպես անել։ Վերջ, մեր ճնճղուկը պատրաստ է։ Մենք անում ենք հիմա դիմային կտուցի մասը, աչիկները, ահա մեր ճնճղուկը պատրաստ է։
Դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ կարող եք ձևավորել։ Կարող եք մի քանի թևիկներ դնել ճնճղույքի այս գծային մասում։ Կարող եք պատրաստել մեծ ճնճղույքներ, փոքր ճնճղույքներ, ճնճղույքների երաններ։ Դե ինչ, այսպիսով մենք քառակուսի թուղթը ծալելով ստացանք երկու եռանկյուն, եռանկյունը թեքելով, ծալելով ըստ գծապատկերի մենք ստանում ենք ճնճղուկ։ Իսկ թե ինչպիսին կարող է լինել ձեր ճնճղուկների գույնը, ձևը, թևիկները, արդեն դուք ինքներդ որոշեք եւ սկսեք աշխատել։ Դե ինչ, ձեզ հաջողություն, սիրելի երեխաներ։